Ալիևը ջրականում մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողության։ Արարողության ժամանակ Ալիևը խոսել է այսպես ասած պատմական արդարությունից։ Մեր ժողովուրդը եւ հավատաց արդարությանը եւ ապահովեց այն։ Մենք այս հողերի տերն ենք, թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ այսօր հրաշալի կյանք են կառուցում, ասել է նա։ Հայկական ջրականում կառուցվող մուսուլմանական կոթողը զբաղեցնելու է 1530 քառակուսի մետր տարածք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ սկանդալային հայտարարություն է արել Ճապոնիայում։ Նա Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները, որոնց հետևանքով մահացել է մոտ 500,000 մարդ, անվանել է փոքր կոնֆլիկտ։ Հետաքրքիր է, որ մենք փոքր կոնֆլիկտ ենք ունեցել Ճապոնիայի հետ։ Դուք գուցե լսել եք դրա մասին, բայց նման սարսափելի դեպքից հետո մեր երկու երկրները մնում են ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները, ասել է նա։ 1945 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներն ատոմային ռումբեր են նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա։ Երկու ռումբերի պայթյուններից անմիջապես մահացել է մոտ 220,000 մարդ, ավելի քան 200,000-ը մահացել է ճառագայթման հետևանքով։ Զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են եղել։ Միացյալ Նահանգները $50 միլիոն դիմաց փորձել է հավաքագրել Վենեսուելայի նախագահի օդաչուին։ Մասնավորապես Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների աշխատակիցը փորձել է համոզել Վենեսուելայի ռազմաօդային ուժերի օդաչուին գաղտնի փոխել նախագահ Մադուրոյի ինքնաթիռի ուղղությունը, նրան կալանավորելու համար։ Հաղորդվում է, որ դաշնային գործակալը փորձել է հավաքագրել օդաչուին 16 ամիս շարունակ։ Հուսահատված գործակալը սկսել է սպառնալիքներ ուղարկել օդաչուին, սակայն վերջինս պնդել է, որ վենեսուելացիները չեն դավաճանում իրենց հայրենակիցներին եւ արգելափակել է ամերիկացու հեռախոսահամարը։ Միլիարդատեր Իլոն Մասկը թողարկել է Գրոկիպեդիա անվանումով առցանց հանրագիտարան։ Մասկի խոսքով Գրոկիպեդիան հիմնված է արհեստական բանականության վրա եւ նախագծվել է որպես այլընտրանք Վիկիպեդիային։ Ի տարբերություն Վիկիպեդիայի, որտեղ մարդիկ են հոդվածներ գրում եւ խմբագրում, Գրոկիպեդիան ամբողջությամբ կազմված է Գրոկ չաթբոտի ստեղծած եւ փաստերի ստուգման ենթարկված հոդվածներից։ Գրոկիպեդիան թույլ չի տալիս իր օգտատերերին նյութեր խմբագրել, սակայն Մասկն ասել է, որ օգտատերերը կարող են խնդրել Գրոկին ավելացնել, փոփոխել, ջնջել հոդվածներ եւ այն կամ կկատարի տվյալ գործողությունը կամ չի կատարի եւ կբացատրի պատճառը։ Մասկը հավելել է, որ Գրոկի եւ Գրոկիպեդիայի նպատակը ճշմարտությունն է եւ ոչինչ բացի ճշմարտությունից։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ Թրամփն այցելել է Ջորջ Վաշինգտոն ավիակրի վրա գտնվող ամերիկացի զինծառայողներին եւ պարել նրանց համար։ Թրամփը պարել է Village People-ի IMCA երգի տակ, որը նրա սիրելի երգն էր 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Այս անգամ շատ զինվորականներ տեսագրել են նախագահի պարը եւ պարել նրա հետ միասին։ Սաուդյան Արաբիան լրջորեն է պատրաստվում 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը։ Երկիրը որոշել է մարզադաշտ կառուցել հենց երկնաքերի գագաթին։ Մարզադաշտը կգտնվի գետնից 350 մետր բարձրության վրա եւ կկարողանա տեղավորել 46,000 հանդիսատես։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2032 թվականին։ Ինչպես հաղորդում է Պարի մատչը, մարզադաշտը կընդունի 2034 թվականի աշխարհի առաջնության մի քանի խաղ, այդ թվում 4-րդ եզրափակիչը։ Ամերիկա մայրցամաքին պատոհասած Մելիսա Փոթորիկն իր ուժգնությամբ գերազանցել է Կատրին Փոթորկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների օդերևութաբանական հետախուզության 53-րդ էսկադրիլյան հրապարակել էր այսպես կոչված Փոթորկի աչքի միջով թռիչքի կադրեր, որոնք ցույց են տալիս մրրիկի դեպի վեր ընդլայնումը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։